Ես էլ կուզենայի ավելացնեի, մեր համախմբման առիթով մեր բան ասեմ, ուրեմն գիտեք ոնց մենք երբ որ հանդիպում էինք բոլորին դեմի տղաների եւ աղջիկների հետ, ես միանշանակ ամենակարևոր հարցերից մեկը բացի նրանից որ ասենք ծրագիրը շատ մեծ նման էր, մոտիկ էր մեր համար, ամենակարևոր հարցը երևի թե դա մարդկանց փաստներ, այդ ֆակտորներ, որ իրականում բարձր ինտելեկտուալ ժողովուրդ են 99% որովհետև բոլորին չենք ճանաչում դեռևս շատ են էլի, բայց որ հանդիպել ենք չտեսնված բարոյական բարձր բարոյականության տեր մարդիկ են, բոլորն էլ երիտասարդներ են ու դա հենց այդ ամենակարևորն է, որ մենք պետքա այն նպատակները, որ մենք ունենք, մենք ապագայի համար ենք բանանում ու ում հետ, եթե ոչ երիտասարդների հետ պետք է միանայինք, որովհետև մենք չենք կարող իրանց դեմ լինեինք, էլի, որ դրա համար մենք բոլորին դեմ ենք իրանց հետ, ովքեր որ չեն միանում մեր մոտեցմանը, համակարգային փոփոխություններին, ովքեր չեն միանա, մենք իրանց դեմ ենք լինելու։ Սակայն էլի եմ ասում, մենք այսօրվա դրությամբ էլ գնալու ենք որպես կուսակցություն բոլորին դեմ ընտրությունների, դրա հետ միասին մի հատ էլ կարևոր հանգամանք կա, մենք տեսանք այդ տղաների եւ աղջիկների մոտ, որ իրանց մոտ չկա ատելության մոտեցում ոչ մի ուժի հանդեպ։ Դա շատ կարևոր է, որտեղ մեր հասարակության մեջ այսօր ամենամեծ պրոբլեմը դա այդ բևեռացումն է, ատելության այդ խոսքը տարածելն է։ Մենք ի վերջո պետք է կամաց ապաքինվելու համար կարողանանք այդ վերջը տանք, այդ ատելության խոսքի իրար հանդեպ ավելի հանդուրժողական լինենք եւ դրա համար մենք այդ էլ ենք նախատեսում, մենք հիմա մարդկանց հետ շփումների մեջ ենք, տեսնենք, մենք կարող ենք միանանք այդ ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի այդ մոտեցմանն էլ, եթե լինի մեր թեկնածուի բանը, ոչ թե միանալ հենց կոնկրետ մենակ իմպիչմենտի համար, իմպիչմենտի համար, այլ ոչ, եթե մեր թեկնածուն որպես անկախ թեկնածու այն մարդը, ովքեր որ ոչ ռուսա մետ է, ոչ Եվրոպա մետ է, ավելի շուտ Եվրոպա մետ է, ավելի շատ մեր թեկնածուն իհարկե, բայց դե հայամետ է, ամենակարևորը, որ ինքը հայամետ մարդ է, ու եթե թեկնածությունը ընդունվի եւ այն մեր մեծ ծրագիրը ընդունվի, նժարի կողմից առաջարկվածը, որը մեջ պարունակում է բոլոր կետերը, բոլորին դեմի ծրագրի, այդ դեպքում մենք կարող ենք իրար հետ միասին մի ճակատով դուրս գալ, ու այդ փաստորեն Նիկոլ Փաշինյանին միանշանակ հաղթել, այդ դեպքում, ու կհաղթի ոչ թե միակ Նիկոլ Փաշինյանին, ու մենք հաղթող չենք լինելու, հաղթող լինելու է մեր ժողովուրդը իրականում, որտեղ այդ համակարգային փոփոխությունները դա միակ մոտեցումն է, որ մենք կարողանալու ենք իրականում լավ առաջընթաց ապագա ունենանք ու առաջընթաց պետություն դառնանք։